Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ախպերս ինչ մի շաբաթ ինձ շատ շտապ է պետք։ Հա, ամենաուշը վաղը։ Արման! Էլկա, սպասի։ Էլկա! 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 Արման խոսա։ Արման։ Արմաններ, գոռ ինչ եղավ։ Հա, Արմաններ, բայց բան չհասկացա, բան չասեց։ Այսինքն։ Բան չհասկացա, սպասի մի հատ էլ զանգեմ։ Գիտես ինչ արա, դու էլ Էլկային զանգի։ Բայց ինչի համար։ Զանգի։ Չի պատասխանում։ Արմանն էլ չպատասխանեց։ Գոռ, բայց ինչ եղավ, ես արդեն լուրջ սկսում եմ անհանգստանալ։ Ոչ մի բան չասեց, մենակ գոռում էր։ Գոռում էր։ Հա, Էլկայի անունն էր գոռում, բայց բան չհասկացա, վախեցած էր։ Ոնց, այսինքն Էլկան Չեմ ուզում ենթադրություններ անեմ, դրա տեղը ավելի լավ է գնանք շուտ, սպասի տաքսի կանչեմ։ Գայանը ինձ համար տաքսի կանչիր։
Ուրախացար։ Կներես, չնկատեցի ոնց քնեցի։ Բարի լույս, Մուննատ ջան։ Չնայած արդեն հեսա մութը կընկնի։ Մեքենայի խնդիրը լուծվեց, Ոչ մի խնդիր էլ չկար։ բայց ասեցիր, որ Դու էլ ասեցիր, որ գիշերը լավ չես քնել, քունդ էլ տանում է, ու ընթացքի մեջ էլ չես կարողանում քնել։ փաստորեն այդ մեքենայի անսարկության պատմությունը հորինել ես, որ ես ուղղակի կարողանամ քնել։ Բա ինչ պիտի անեի, հենց վարեի արտանալու էիր։ Մենք ախր գործով ենք եկել, չէ՞, պետք է արթնացնեիր ինձ։ Ես չեմ հասկանում, էս է քո շնորհակալությունը։ Չնայած դու կարա շնորհակալություն չասես, մի հատ քո այն Մուննատ ձևով, որ ասես Արամ ջան, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Չես մրսել, չէ՞։ Վայ։ Ես Արամ ջանին մի հատ էլ ես հայացքը տա ավելացել, հա, դե տղա ես դիմացի, Արամ ջան։ Լավ, արի գնանք։ Քարտեզով ուսումնասիրել եմ տարածքը, մի 30 րոպեվա ճանապարհ է մնացել մեզ։ Արամ ջան։ Էս ուրիշ Ռեբեկա ջան։ Շնորհակալ եմ շատ։ Ինչի համար։ Ես միշտ այնքան կոպիտ եմ քո հետ խոսում, բայց դու ամեն անգամ այնպես ես անում, որ ես ինձ դրանից ված չզգամ։ Դու շատ նրբանկատ ես։ Դու միշտ քեզ այնպես ես պահում, հանդուրժում ես, հասկանում ես ու դիմանում ես իմ բարդ բնավորությանը։ Ռեբեկա, քեզ դիմանալը իմ համար ամենամեծ երջանկությունն է։ Գիտես, ես ինչի եմ համբերում, որովհետև զգում եմ, որ ժամանակի հարց է ու այդ համբերությանս պտուղները շատ քաղցր են լինելու։ Ու ինձ ժամանակ պետք չի, այդ ժամանակը պետքա քեզ, որ դու հասկանաս, որովհետև ես գիտեմ ինչ եմ ուզում ու գիտեմ ինչ եմ զգում։ Մնում ես դու։ Գնանք արդեն հեսա մութը կընկնի։ Արման, ոնց հալկան ինչ ա եղել։ Վիրահատարանում է։ Բժիշկները ոչ մի բան չեն ասում, բայց Բայց ինչ։ Քո հետ եմ Արման, բայց ինչ։ Արման ինչ վթա է եղել։ վրա երթախպես։ Գոնե գիտես ով է։ Հարցն էլ հենց այնա, որ չգիտեմ, ճանաչում եմ թե չէ։ Ինչի ես լարվել։ Ես չեմ լարվել, ամեն ինչ կարգին է։ Ասում կարող եմ մնացած ճանապարհն էլ օրինակ երգ լսելով գնայինք։ Դե ես իմ քարտեզին գնայեմ, դու էլ այսօրվա DJ-ը կլինես։ Ես չեմ կարծում, որ իմ լսած երգերը քեզ դուր կգան։ Ուզում ես ասես դու ինձ այդքան լավ ճանաչում ես։ Չէ, ուզում եմ ասել, որ ոչ բոլորն են իմ լսած երգերը հավանում ու լսում։ Բայց ով է ասում, որ այդ բոլորը լավը վատից տարբերում են։ Կարևորը դու ես ու քո ցանկությունները։ Զարմացնում ես ինձ, գիտես։ Ռեբեկա ջան, ես Ամերիկայի զարդն եմ եղել։ Հիմա որ եկել եմ Հայաստան, դարձել եմ Հայաստանի զարդը։ Մի հրաշք անձնավորություն, մի ոսկի տղա, մի իրական գանձ։ Ինչ ասեմ, չգիտեմ։ Աստված, մարդ ինչքան ինքնասիրահարված պետքա լինի։ Բայց ես քո մտքերն էի կարդում, ոչինչ։ Լավ,
Հիմա հերթը DJ Մուննաթինն է։ Էդ ես է։ Հա, ինչ վատ անուն եմ օրինել, որ դու իմ դեմքին նայ, բարությունը կաթում է, որ ես չէի լինելու։ Անմեղ գառնուկ։ Լավ, համոզեցիր։ Ես կլինեմ մեր DJ-ը, բայց հետո չբողոքես։ Լավ, արի սենց կանենք, ուրեմն դու երկերը կդնես, բայց որ հենց զգաս կարմրում եմ, մի պա դադար կտաս, որ ճնշումս կարգավորվի, հետո նորից կշարունակես։ Գնանք։ Խոբանես ինչ եղար է։ Ապջան, հոբան չի պատահել։ Չէ, ինչ ես հարցնում։ Դե ուղղակի սովորականից շուտ եկար, զարմացա։ Չէ։ Ամեն ինչ նորմալ է։ Էլկային ասաթոր գա, հա։ Էլկան տանը չի։ Բա ուր է։ Համալսարան պիտի գնար։ Հիմա ուտելիքը կտակացնեմ։ Չէ, ոչ մի բան չեմ ուզում, ուտել չեմ ուզում։ Ախր այդպես չի կարելի, պապ, խնդրում եմ քեզ։ Էլկային ես զանգում։ Հա։ Ես էլ եմ զանգել չի պատասխանում։ Առավոտից անհանգիստ եմ ներս համար։ Չի պատասխանում։ Պապ, չգիտեմ էլ անհանգստանալու կարիք կա թե չէ, բայց այսօր մի տեսակ տարօրինակ էր երեխեն։ Դու ասա ինչ էր եղել, ես կհասկանամ, անհանգստանալու կարիք կա թե չէ։ Հիվանդի հարազատները։ Ես քույրն եմ, ոնց է Էլկան։ Վիճակը ծայրահեղ ծանր է, շատ արյուն է կորցրել, ողերի վնասվածք ունի ու մի քանի բաներ։ Առաջի վիրահատությունը ավարտել ենք, բայց այս պահին ոչինչ ասել չեմ կարող, պատրաստվում ենք հաջորդին։ Այսինքն հաջորդին։ Ինչի այդքան վատ է վիճակը։ Ոչինչ ասել չեմ կարող։ Այս պահին ճնշումը կարգավորում ենք, որպեսզի կարողանանք շարունակել։ Ես ուղղակի դուրս եկա դες տեղեկ պահեմ, հնարավոր է դոնորի կարիք լինի։ Մենք մեր բազայում ճշտումներ ենք կատարում, բայց իմ տեղեկություններով Էլկայի արյան խմբին համապատասխան արյուն այս պահին չունենք։ Ես պատրաստ եմ։ Ինձ հենց հիմա կարակ տանեք ստուգեք, եթե ինչ ես կտամ։ Եթե կարիքը եղավ, դուք էլ անալիզ կհանձնեք։ Լավ, շնորհակալություն։ Արման համբերել է պետք, ես հասկանում եմ, որ բարդ է, բայց համբերել է պետք։ Իսկ ինչ որ մեկը գիտի Էլկայի մասին։ Չէ, ես մենակ քեզ եմ զանգել։ Արման ախպերս ուշքի արի, սենց սխալ է, հիմա պատկերացնում ես Էլկան հանկարծ աչքերը բացի ու սենց կոտրված քեզ տեսնի։ Գոր, եթե ես հիմա Էլկային էլ կորցնեմ, իմ ապրելը էլ իմաստ չունի։ Արման, խնդրում եմ, այնպես մի խոսեի, փրսա վերջնա կամ հույս չկա, խնդրում եմ քեզ։ Ախր վատենը որ չէր արթնանում, է։ Ու այնքան արյուն էր կորցրել, բժիշկն էլ լսեցիր թե ինչ ասեց։ Ես մենակ երազում եմ նրա մասին, որ այս ամեն ինչը իրական չլինի։ Ամեն դեպքում պետք է հարազատներին տեղյակ բերես։ Ռեբեկային կզանգեմ։ Ինձ թվում է տանն է, մի անգամից բոլորին կասի։ Լավ։ Բայց հաստատ ճիշտ ենք եկել։ Չգիտեմ, հեսա պիտի հարց ու փորձ անենք հասկանանք, էլի։ Արի մի հատ հասցեով նայենք նորից։
Առանա զանգում։ Խոսի հանգիստ։ Ռեբեկա ուշքի օր ինչ ես անում։ Ալո։ Ալո, Ռեբեկա, Հա, Սար։ դու որտեղ ես, կարող ես գալ։ Չէ, ճիշտն ասած հիմա քաղաքից դուրս եմ։ Ինչ ա եղել։ Ուղղակի շտապ քո օգնության կարիքն ունեմ։ Եթե հնարավորություն կա, խնդրում եմ արի, հա, ուզում եմ պարտադիր դու ինձ հետ լինես։ Սար, եթե անգամ հենց հիմա հետ գանք, մի քանի ժամ կտևի շատ հեռու ենք քաղաքից։ Հեռու եք, մենակ չես, այսինքն։ Չէ, Արամի հետ եմ, բայց խնդրում եմ ուրիշ բան հանկարծ չմտածես։ Կգամ ես քեզ ամեն ինչ հետո կպատմեմ, հա մենք գործով ենք ես նվեկել։ Լավ, հասկացա։ Բայց ինչ ա եղել քեզ։ Ոչ մի բան, լավ, հետո կասեմ, հետո կտեսնենք, կխոսենք։ Վերջ։ Որ բան չի եղել։ Չգիտեմ, ինձ թվում է ինչ-որ բան կա ու որովհետև ասեց իմ օգնության կարիքն ունի։ Փաստորեն լավ էլ պահանջված աղջիկ ես, հա։ Ուղղակի իմ բախտն ա բերել, որ հիմա իմ հետ ես։ Պապ ջան, չգիտեմ, կարող է ավելորդ տեղը բարդացնում եմ, բայց որ հիմա էլ չի պատասխանում, չգիտեմ ինչ մտածեմ։ Մի րոպե։ Այսինքն սովորաբար դասի չի լինում, բայց այսօր շատ տարօրինակ է իրեն պահել ու դու մտածում ես, որ խաբել ա քեզ, հա։ Դե, Էլկան չի կարողանում զսպել իր էմոցիաները։ Այսօր եւ անհանգիստ էր, եւ վախեցած, եւ լարված։ Վերջերս էլ դասի չի գնում, ասում է ինչ-որ քննություններ են պատրաստվում։ Այնքան եմ զանգել, չի պատասխանում։ Ես էլ կա ինչ եմ զանգում։ Բա ում։ Խոսեցիր։ Չկարողացա։ Ռեբեկան քաղաքից դուրս էր, պատկերացնում ես հետը ինչ կկատարվեր, եթե ասեի։ Գոր Ռեբեկան Արամի հետ էր։ Կարող է դու զանգես Արամին ասես, թող Ռեբեկային այստեղ հիվանդանոց հասցնի։ Լավ։ Կներեք, սպասեք մի վարդը։ Գոր կարող է վիճակն ավելի ավատացել։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Սարոյանն է։ Ես կպատասխանեմ։ Ալո, Արման։ Գորնա, պարոն Սարոյան։ Գոր։ Դու ինչ ես Արմանի հեռախոսազանգերին պատասխանում։ Արմանն ուր է։ Մենք հիվանդանոցում ենք, պարոն Սարոյան։ Ինչ ա պատահել։ Դե ոնց ասեմ, Էլկան Ինչ էլ կան։ փողոցն անցնելու ժամանակ մեքենայի տակ ա ընկել։ Հիմա ո՞նց է վիճակը։ Պապ, ինչ եղավ, պապ։ Վիրահատարանում ա։ Որ հիվանդանոցում է։ Պապ, Էլկան ինչ որ բան է եղել։ Էլկան է հիվանդանոցում։ Լավ, հասկացա։ Պապ ջան, մի բան ասա, խնդրում եմ։ Պապ, սիրտս պայթում է, մի բան ասա։ Մեքենայի տակ ա ընկել, Էլկան հիմա վիրահատում է։ Պատրաստվիր գնում ենք հիվանդանոց։ Բայց հաստատ ճիշտ ենք գնում, ստեղ այդ տունը։ Դե հեսա գորի ուղարկած հասցնա։ Դե ուրեմն դու գնա գտի, տես այդ տանը մարդ կա, չկա, հետո կգաս։ Մենակ։ Վախենում ես։ Չէ, չեմ վախենում։ Ուղղակի որ հետս գաս ավելի
ինքնավստահ կլինեմ։ Հա? Հետաքրքիր է, գիտես, որովհետև ինքնավստահությանդ հետ կապված խնդիր չկար, երբ Եվային կանչում էր առանձին հանդիպման։ Բայց դու շատ խանդոտն ես, գիտես։ Հա, շատ խանդոտ եմ, բայց քեզ չեմ խանդում։ Մենք իրար հետ ընդհանրապես կապ չունենք, ինչի պետք է խանդեմ։ Հա, եղավ։ Հենց տենց էլ ես հասկացա քեզ։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ ես ում էլ ուր կանչեմ, մեկը մենակ քոնն է։ Հազիվ եմ զսպում արդեն։ Հիմա գալիս ես գնանք տեսնենք ով կա այդ տանը, թե մենակ գնամ։ Մենակ գնա։ Եղավ։ Բայց եթե ինձ Եվան հրավիրեց իրանց տուն սուրճ խմելու, ես գնալու եմ։ Ու դու էլ ստեղ մենակ պիտի կանգնես ու սպասես։ Կգամ։ Բայց գալու եմ մենակ այն պատճառով, որ գիտեմ, եթե դու գնաս, ժամերով նստելու ես խոսես, իսկ ես այդքան ժամանակ չունեմ, Սարան ինձ է սպասում, դեռ պետքա քաղաք հասնենք։ Հա, Ռեբեկա ջան, ես հենց տենց էլ մտածել եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, էլի մի հարց տամ ձեզ։ Մենք նոր ենք եկել արտերկրից։ Այստեղ մեր հին բարեկամներից մեկն է ապրում, ավելի շուտ բարեկամներից մեկի տատիկը։ Թորնուհու անունն էլ Եվա է։ Կարա իմանաք այդ տունը որտեղ է։ Եվային էլ գիտեմ, բայց տատիկը ես մի քանի տարի մահացել է։ Այդ տունը էլ այդ ժամանակվանից կողմված է, ոչ մեկ ոչ գնում է, ոչ գալիս։ Իսկ կարող է ամեն դեպքում Եվան եկել է, ուղղակի դուք չգիտեք, թե Չէ, ինչ եք ասում։ Եթե գային անպայման կիմանայինք, գյուղում լուրերը լույս արագ է տարածվում։ Լավ, շնորհակալություն։ Ձեզ։ Իզուր էլ եկանք հասանք ստեղ։ իզուր չէր։ Լուրջ իզուր չէր քո համար։ Չէ, գոնե իմացանք, որ այստեղ չի Եվան։ Մենակ դրա համար, հա, իզուր չէր։ Չէ, ես էլ սենց չեմ կարողանում, ինչ ասում եմ, քեզ ոնց հարմար է, այտենց ես հասկանում։ Ռեբեկա ջան, եթե ինձ մնար, ես մի բան կհորինեի ու չէի գա ստեղ Եվային փնտրելու։ Ուղղակի ես գիտեմ, որ իզուր չէր, ուզում էի այդ նույնը քեզնից լսեի ու լսեցի։ Մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Բայց նույն բանի մասին ենք, չէ՞ մտածում։ Ես քեզ մեքենայի մեջ կսպասեմ, որովհետև անկեղծ արդեն հոգներ եմ։ Ամեն անգամ ես քեզ մի բան եմ ասում, բայց դու հասկանում ես այն ինչ որ քեզ է պետք։ Իսկ ես այդքան ամուր նյարդային համակարգ չունեմ։ Ալո։ Արամ Ռեբեկան կողքը տա։ Չէ, կողքից չի, Գոր ջան, բայց հետս էր, հիմա իրար հետ եկել էինք Եվայի տատիկի տունը ման գայինք, բայց ոչ Եվայի տատիկը կար, ոչ տունը։ Այդ ամեն ինչի մասին հետո։ Հիմա ես քեզ ոչ մի բան չեմ ասում։ Չեմ ասում, թե այդ ոնց է ստացվում, որ դուք երկուսով ինչ-որ տեղեր եք գնում իրար հետ։ Հիմա դրանից ավելի կարևոր բան կա։ Ինչ ա եղել։ Փողոց անցնելուց պատահականն էլ կան մեքենայի տակ անկել։ Հիմա հիվանդանոցում ենք բոլորս, շատ ծանր վիճակում ենք էլ։ Ամեն րոպե սպասում ենք ինչ-որ նոր լուրի։ Սարան ասեց, որ իրար հետ եք, դրա համար զանգել եմ քեզ, որ դու բերես Ռեբեկային։ Լավ, հենց հիմա կգանք, բայց հեռու ենք, մենք այդ տան մոտ ենք արդեն։ Ուրեմն երևի պետք չի այս պահին ոչ մի բան ասել կամ անել։ Ավելի շուտ դու կհասկանաս ինչ ասես կամ ինչ անես։ Ինչ ասեց։ Դե դու գիտես, որ իրար հետ են, գիտես, որ հեռու են, չգիտեմ, երևի ուշ կհասնեն։ Գոր ինձ թվում է հիմա նյարդերից գիտակցությունս կկորցնեմ։ Չգիտեմ, ինչև ինչ-որ նոր բան ասան, չգիտեմ ինձ հետ ինչ կլինի։ Վիրահատությունն էլ արդեն քանի ժամը չի ավարտվում։ Գավիկից նորություններ կա։ Ասեք, լսում եմ։ Ու ոչ այդքան լավ նորություններ։ Այդ տղան ամեն անգամ ինչ-որ խնդիրներ է ինքն իր համար առաջացնում։ Հիմա էլ պարզվում է Բերթում
խտախավով զբաղված։ Չգիտեմ ինչ վստահությամբ ու հույսով է խաղում, բայց արդեն բավական շատ պարտքեր ունի։ Ես զարմանում եմ այդ տղայի մտածողության վրա։ Ախր երիտասարդ էլ չի, որ ասեմ չի հասկանում ինչ անում։ Ամենավատն էլ նա, որ այդ պարտքատերերի մարդիկ արդեն Արմանին տեսել են։ Ոնց թե։ Գարիկը խնդիրներ է առաջացնում, Արմանն էլ հետո ստիպված այդ խնդիրները փորձում է լուծել։ Հայտնվում է խնդիրների մեջ։ Ես քեզ ելկա եմ վստահել, Արման։ Ելկա, ու չեմ ուզում, որ դու վտանգես այդ երեխու կյանքը։ Հորդ հետ շփումը հիմա ամենավտանգավորն է։ Ես գիտեմ դուք ինչի միջով եք անցել։ Շատ լավ հասկանում եմ այդ ամենը։ Բայց դու չես հասկանում, որ հերդ խնդիրներից բացի քեզ համար ոչինչ չի թողել։ Միայն խնդիրներ, հա դու էլի պատրաստ ես դեմ դուրս գալ բոլորին, հրաժարվել ամեն ինչից։ Բայց խնդրում եմ քեզ, օգնիր, եթե կա նման ցանկություն, բայց հեռվից, հարկ եղած դեպքում ես էլ կօգնեմ։ Բայց շփումը դադարեցրու։ Եթե դու որոշել ես կյանքդ կապել Էլկայի հետ, ուրեմն ես արգելում եմ քեզ գնալ հորդ մոտ։ Հա, թող սխալ հնչի, բայց ես արգելում եմ, որովհետև ես քեզ համարել եմ պատասխանատու։ Ամեն ինչ լավ կլինի, Սար։ Արման, ինչ նորություն կա։ Նարինե, Ասա բալես։ հանգստացի, հիմա Արինեստեն ես կպատմեմ ամեն ինչ։ Լավ, բա մենք հիմա ինչ պետք է անենք։ Այդ Եվային որտեղից ենք գտնելու։ Չգիտեմ, Եվան որ չուզեց իրան գտնենք, չենք գտնելու այնքան ժամանակ, մինչև ինքը իր ոտքով չհայտնվի։ Փաստորեն լավ էլ ճանաչում ես Եվային։ Բայց մեր իբր ձեր մեջ ոչ մի բան չի եղել։ Որ գալիս էինք, ամեն ինչ անում էր, որ ճանապարհը երկար տևի։ Իսկ հիմա այնքան արագ ես վարում, որ չգիտեմ էլ ինչ մտածեմ։ Ուղղակի չեմ ուզում ուշ հասնես դու, այդքան է։ Չէ, իրականում ես քեզ հասկանում եմ, ես այդքան էլ հետաքրքիր զրուցակից չեմ, դրա համար արագ ուզում ես, որ հասնենք տուն։ Ես էլ եմ ուզում, նորմալ է։ Լավ էլի, Ռեբեկա։ Ինձ որ մնար էլի կխափեի, որ մեքենան փչացել է կամ ճանապարհն է քանդվել, չգիտեմ։ Ուղղակի հիմա գործեր կան մի քիչ։ Հա, հասկացա։ Ասեցի ես էլ եմ ուզում շուտ տուն հասնել։ Էլկան քեզ հետ էր, Արմանը։ Չէ, իմ հետ չէր, բայց իմ մոտ էր գալիս։ Ուր է այդ վարորդը։ Չգիտեմ։ Իսկ գոնե գիտես ով է, կամ գոնե կասկածներ ունես ով կարող էր լինել։ Արման, դու հերթական անգամ ինձ խափում ես, ինչը լավ չի։ Ես քեզ 1000 անգամ ասել էի, որ հեռու մնաս հորիցդ։ 1000 անգամ ասել էի։ Արման, դու հիմա ինձ հստակ կարող ես
ասել, որ իմ թոռը, որ կյանքի ու մահվան միջև կռիվա տալիս, քո հպարտության ու հորդ անխելքության պատճառով չի։ Կարող ես ասել, քեզ հետ եմ խոսում։ Չէ, չեմ կարող։ Արման։ Ես քեզ 1000 անգամ ասել էի, որ Էլկային վստահում եմ քեզ, Արման, որ դու պատասխանատու ես Էլկայի համար։ Քանի անգամ եմ ես քեզ ասել, որ հեռու մնաս այդ ոչ բարով հորիցդ, հեռու մնաս։ Լավ, էլի կարող էիր օգնել։ Էլի կարող էիր օգնել, բայց այնպես որ այսօր հորդ պատճառով իմ երեխեն կյանքի կռիվ չտար։ Արման, երդվում եմ, եթե պարզվի, որ իսկապես հորդ պատճառով է եղել, որ այսօր իմ թոռը ես վիճակում է, այդ ժամանակ դու էլ, հայրդ էլ կիմանաք, թե ով է իսկապես Սերգո Սարոյանը։ Կարծում եմ պարզ հասկացար ինձ, դու այսօրվանից մոռանում ես Էլկայի մասին էլ, իմ տան հասցենել, ու ես քեզ այլևս չտեսնեմ ոչ Էլկայի կողքին, ոչ իմ տան մոտակայքում։ Ես սովորաբար չեմ ներում այն մարդկանց, ովքեր ստում են ինձ, իսկ դու արդեն որերորդ անգամ ստում ես ինձ, Արման։ Ես որերորդ անգամն է, որ քեզ ներում եմ, ինչը շատ մեծ սխալ է իմ կողմից։ Սարոյան, ես… Արման, մի ստիպիր ինձ ավելի կոպիտ վարվել քեզ հետ։ Հիմա գնա ու այլևս չգաս։ Արման, կարիք չկա տառապել մի բանի համար, ինչը կարող էիր շատ հեշտ այնպես անել, որ չլիներ դա։ Ու հիշիր, ես ինչքան էլ սիրեմ քեզ, ես թույլ չեմ տա, որ այդ սերը դարձնես խաղարկության առարկա ու ոտները ցրփես ինձ վրա։ Ես քեզ իմ տան երեխու պես եմ մեծացրել։ Իմ տան երեխու պես։ Իսկ դու թքեցիր այդ տան մեջ։ Հիմա դու ինչ վերաբերմունք ես սպասում ինձնից։ Ինչ վերաբերմունք։ Պապ ջան, արի նստի։ Հանգիստ թող ինձ Նարինե։ Արման, սպասի։ Խնդրում եմ կլինի հիմա ուղղակի ոչ մի բանի մասին չխոսենք։ Արման, փաստորեն դու այսքան թեմաների մեջ ես եղել ու ինձ ոչ մի բան չես ասել։ Ինչ ասեի, զանգել էի, որ ասեի, բայց եղավ այն, ինչ որ եղավ։ Այդքան բան ա եղել քո հետ կապված, բայց ես առաջին անգամ տեսա, որ Սարոյանը տենց պահի իրան ու տենց խոսը հետդ։ Տեղ ունի։ Ես էլ երես չունեմ, որ մի հատ պատասխանեմ։ Դու ասա տեսնեմ, ես ինչ կարամ անեմ, ինչով քեզ օգնեմ, ասա ինչ պետք է անենք։ Ոչ մի բան չես ասում։ Ես հասկանում եմ, որ վիճակը շատ լուրջ է։ Ասա գոնե իմանամ ինչ ա եղել։ Քեզ մենակ մի բան եմ խնդրում։ Ինչ որ նորություն որ լինի Էլկայից, ցանկացած նորություն, նույնիսկ ամենափոքր բանը, զանգեք ու ասեք, լավ, դու տեսար, որ Սարոյանը ինձ հիվանդանոց չի թողնում։ Իսկ հիմա ես ուրիշ տեղ չունեմ գնալու, բացի հիվանդանոցից, որովհետև Էլկան ստեղ է։ Կասեմ, ախպերս, անպայման ամեն ինչ կասեմ։ Դու ուղղակի խնդրում եմ քեզ մի նեղվի ես ամեն ինչից։ Հեսա Սարոյանը կհանդարտվի, մի քիչ ժամանակ կանցնի, Էլկանը կապակինվի ու կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու։ Չեմ կարծում, որ Սարոյանը կհանդարտվի ու ինձ կների։ Որ ես ինչ չեմ կարող ներեմ ինքը որտեղից ների։ Պապ, Գարիկն ինչ կապ ունի այս վթարի հետ։ Հետո, Նարինե, հետո։ Պապ ջան, դու քեզ նման չէիր։ Երբեք նման կերպ չես վարվել Արմանի հետ, ուր մնաց ապտակելը։ Չդիմացա Նարինե, բայց շատ բայցեր կան, հետո։ Խմի պապ ջան, դու
իրավունք չունես հիմա թուլանալու ու ինձ մենակ թողնելու, խնդրում եմ։ Ախր այդ վիրահատությունը շատ երկար է տևում։